Սիրելի հավատացյալ եղբայրներ եւ քույրեր, ահա մատուցվեց 2026 թվականի առաջին պատարագը եւ մեր աղոթքը բարձրացրեցինք առ Աստված խնդրանքով, մաղթանքով մեկս մյուսին, որ այս տարին մեր անձնական կյանքում եւ թե մեր ազգային կյանքում լինի միայն լուսավոր նորությունների տարի։ Ես ուզում եմ օգտվելով առիթից բոլորին շնորհավորել նոր տարվա առիթով։ Թող ձեր ընտանիքներում Աստծո հույսը եւ լույսը ոչ մի անգամ չմարի։ Ճիշտ է, ամեն մեկս եւ որպես առանձին վերցրած եւ որպես ազգ նոր տարին դիմավորեցինք որոշ դժվարություններով, որոշ մարտահրավերների առջև կանգնած, բայց ամեն տարի, երբ կանգնում ենք այս լուսավոր տոնի առիթով եւ մանավանդ, երբ արդեն մոտենում ենք Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնին, բոլորս լսվում ենք հույսով, որ մանուկ Հիսուս, ինչպես որ 2000 եւ ավելի տարիներ առաջ իր անմեղությամբ հաղթանակ բերեց մարդկությանը, այնպես էլ մենք այս Սուրբ Ծնունդով կարողանանք ինչ-որ կերպ հաղթահարել այն դժվարությունները, որոնք որ կանգնած են մեր առջև, թե որպես ժողովուրդ եւ թե որպես ազգ։ Ես կարծում եմ, որ ամեն մեկս եթե մաքուր հոգով, մաքուր սրտով եւ ցանկությամբ դիմավորի այդ լուսավոր տոնը, ապա անպայմանորեն այդ օրը եւ տոնը մեզ համար կդառնա իրոք լույսի տոն։ Լույսի տոն, որովհետեւ մենք ամեն մեկս ցանկանում ենք, որ մեր ընտանիքները, մեր բարեկամությունը, մեր ազգը, մեր ժողովուրդը, մեր երկու զույգ հայրենիքները լինեն խաղաղության մեջ, լինեն լույսի մեջ եւ մշտապես պահպանված լինեն Աստծո կողմից։ Եվ եթե ամեն մեկս որպես առանձին վերցրած իրոք սրտանց կարողանա այդ տոնը ընդունել իր մեջ, ընդունել իր համար, իր գիրկը առնել մանուկ Հիսուսին, ապա ես վստահ եմ, որ մեր իղձը, մեր երազանքը անպայմանորեն կկատարվի։ Եթե ամեն մեկը զբաղվենք մեր առաքելությամբ, եթե ամեն մեկը զբաղվենք մեր գործով, չի կարող ձեր ընտանիքի անդամներից զատ ինչ-որ մեկը կողքից ավելի լավ գիտենա ձեր ընտանիքի խնդիրները։ Չի կարող լավ բժիշկը լինել լավ մեքենայի վարքը։ Եվ այդպես շարունակ։ Եթե ամեն մեկս զբաղվենք մեր գործով, չփորձենք խառնվել այն բանին, ինչից գլուխ չենք հանում, ապա ամեն ինչ կգնա հարթ եւ լավ։ Եվ ես ունեմ դրա մեծ հույսը, որ այս տարին կդառնա մեր համար, մեր կյանքում, թե հոգեվոր կյանքում եւ թե ազգային կյանքում խաղաղություն, խաղաղության եւ կարգավորումների տարի։ Հերիք է, որ մեր ազգը միայն դժվարությունների մասին լսի, մենք մեր մայր հայրենիքից միայն վատ լուրեր լսենք, եկեք թող այս տարին դառնա այդ լավ լուրերը լսելու, ընդունելու եւ ուրախանալու տարի։ Օրհնվեք ամեն մեկը, Աստված ձեզ բոլորին ուժ եւ կարողություն տա, որ ինչպես անցած տարի ամեն կիրակի մենք հավաքվում ենք մեր եկեղեցիներում եւ աղոթում ենք, այս տարի նույնպես նույն ձևի շարունակենք, աղոթենք մեր համար, մեր ժողովրդի համար, մեր ազգի համար եւ մեր եկեղեցու համար։ Օրհնյալ եղերուկ շնորհած Սրբոքուն, երթայքին խաղաղություն եւ Տեր մեր Հիսուս Քրիստոս եղիցեմ ձեզ եւ ընդամենեսյանս ամեն։